السلام عليكم. مرحبا بكم في الدرس 16. Ողջույն ձեզ, բարի գալուստ, դաս 16-րդ։ Այսօր մենք սովորելու ենք տառերի արտասանությունը եւ որ տառը ինչպես է գրվում։ Շատ ժամանակ ինձ հարցնում են, թե ինչու արաբերեն տառերը գրելուց նրանք փոխվում են եւ ստանում են այլ տեքստ եւ անծանոթ են թվում։ Իրականում մենք անցել ենք տառերը տպատառ, ձեզ ծանոթ են այս կերպով տառերը, ժամանակն է, որ արդեն նաեւ իմանաք, թե ինչպես են գրվում տառերը փոքրատառ, ինչպեսի տեսք են ստանում տառերը իրար միանալիս եւ այլն։ Այստեղ ես բերել եմ այբուբենի առաջի տառերը, սկսենք ալիֆ, բա, թա, սա, ջիմ, հ եւ խո։ Վերցրել եմ հետևյալ տառերը։ Եվ այսպես, ալիֆ տառը գրելու ընթացքում եւ թե բառասկզբում, եւ թե բառամիջում, եւ բառավերջում չի փոխվում իր տեսքը ընդհանրապես։ Նա գրվում է այնպես, ինչպես նա կա։ Բա տառը փոխում է իր տեսքը նշված 3 հատվածներում՝ բառասկզբում, բառամիջում եւ բառավերջում։ Բերեմ օրինակ։ Օգտվենք Google-ի Translate-ից եւ վերցնենք այս տարբերակը։ Այստեղ գրենք բա, սա կկարդացվի բա, փոքրատառ, բ, եթե մենք այս կետիկը լինի 2 հատ, կկարդացվի յա, այս տառը, յա, կկարդացվի յա, պարզ է։ Եվ այսպես, եթե կետիկը վերև լինի, կկարդացվի խո, խո տառը, փոքրատառ, խո, իսկ եթե գծիկը ուղիղ լինի եւ կետիկը վերև, կկարդացվի ն, նուն տառը, նուն տառը, կկարդացվի ն։ Հ տառը գրվում է այսպես, հ, սա այս տառն է, հ, այս տառը, հ, փոքրատառ կերպով կգրվի այսպես, հ։ Եթե կետիկը լինի ներքև, կկարդացվի ջիմ, այս տառը կլինի, ջիմ։ Եթե կետիկը լինի վերև, արդեն արսացի, կկարդացվի խո, մենք ունենանք այս տառը, խո, խո, պարզ է, և այսպես, եթե մենք գրենք այստեղ և կետիկ դնենք նրանց վրա, սա կկարդացվի բա, եթե 2 կետիկ լինի, կկարդացվի յա տառը, յա։ Եթե կետիկը վերևում լինի, սրանք ջնջեմ, եթե մեր կետիկը լինի վերևում, ապա մենք կունենանք
նուն տառը, ն, նույն ձև թա տառը, ֆա տառը, ինչպես տեսնում եք, եթե երկու կետիկ լինի վերևում, կկարդացվի թա, եթե ևս մեկ կետիկ ավելանա, կկարդացվի թա, հուսով եմ հասկացաք և ամեն ինչ շատ հեշտ է, ես հիմա այստեղ կգրեմ մի քանի օրինակներ, որպեսզի ձեզ համար ավելի պարզ և ընթեռնելի լինի։ Եվ այսպես անցնենք առաջ, գրենք ես, ալիֆ, ա, նուն, նա, ես, աննա, Աննա, ես։ Վերցնենք ուրիշ տարբերակ, վերցնենք այս տարբերակը դուռ գրենք բ, ա, բ, բաբ, ավելացվել է բ տառը, ալիֆ, բաբ, նշանակում է դուռ, վերցնենք հ տառը, կգրվի հազա, այս, այստեղ վերցրել ենք հ տառը, հազա, այս, հուսով եմ հասկացաք դասը, ամեն ինչ շատ հեշտ է և հասկանալի, այսպես գրվում է բոլոր տառերը, ոչ բոլորը, ես ընթացքում կշարունակեմ այբուբենը, ես գրել եմ ալիֆը, բա, թա, ֆա, ջիմ, հա, խո տառերը և մյուս դասերի ընթացքում ցույց կտամ նաև թե մնացած տառերը ինչպես են գրվում, ինչպես են կարդացվում նրանք։ Հուսով եմ պարզ էր, եթե այստեղ գրվի հ, կկարդացվի հա, եթե նրան էլ ավելանա ալիֆ, հա, կկարդացվի հա, եթե գրվի այսպես, կարդացվի խա, եթե ջա, պարզ էր, նույն տարբերակով մենք գրեցի, ցույց տվեցի հա տառը, ջիմ տառը և խո տառը, թե ինչպես է գրվում փոքրատառը, իսկ այն և գային տառերը փոքրատառ կգրվի այսպես, այն և գային, վերևում կետիկ, պարզ է, ղնի, կլինի երգ, ղնի, ներողություն, այստեղ
Ես շփոթվեցի, կետիկը պետք է լիներ վերևում։ Ղենի կլինի երգ։ Վերցնենք դ տառը, Դուբայ, եթե նրան էլ ավելանա դամա նշանը, այսպես, Դուբայ, բայց միջազգային ձևով գրվում է այսպես, դալ, բա և յա, Դուբայ, պարզ է, Դուբայ։ Հիմա գրենք ևս մեկ բառ, Մաղրիբ, ներողություն, ես այս ձևով գրեմ, այնպես լավ չի ստացվում ինձ մոտ, Մաղրիբ, Մարոկկո, Մաղրիբ, Ալ-Մաղրիբը, Մասր, շահագործում, Մասր, իսկ եթե լինի Մասրա, կլինի Եգիպտոս, Մասրա, Մեդինա, քաղաք, Մեդինա, նույն ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես են գրվում այդ բոլորը, հատ առ հատ, այսօր ավարտենք այսքանով մեր դասը, հիշենք այստեղ, որ տառերը գրելու ընթացքում լինում են այսպես, կետիկը, եթե ներքևում լինի, կկարդացվի բա, եթե կետիկները լինեն վերևում, կլինի թա, եթե ավելանա մեկ կետիկ ևս ֆա, նույն կերպով կլինի հա տառը, հա, եթե նրան ավելանա վերևում կետիկ կլինի խո, եթե կետիկը լինի ներքևում, մենք կստանանք ջիմ տառը, ջիմ, պարզ էր, մասսալամա իլալիկայի, սուրիշ դու բիլիկայիկա, ստեսություն։